David. Բարև ձեզ։ Բարև ձեզ Դավիթ ջան։ Բարև ձեզ։ Վաղուց եք սպասում գծի վրա։ Չէ, մի րոպե երևի։ Հա։ Անցած անգամ ես որ եթերում էի մեր հետևորդին սպասացրել էի մի 15 րոպե նենց ամոթ էր։ Չէ, ես երկար կարամ սպասեմ առանց որևէ տրտանջալու։ Դավիթ ջան, շատ վաղուց եք հետևում իմ նիմնիմին։ Առաջին թողարկումից։ Վաու։ Ուխտի։ Իսկ աշխարհագրորեն որտեղ եք դուք Դավիթ։ Լոս Անջելես։ Okay, Լոս Անջելեսում։ Դավիթ ջան, դուք երևի թե եթե առաջին օրվանից հետևել եք, ուրեմն տեղյակ եք բոլոր մանրամասներին եւ իմիջիալոց ես հենց նոր կարդացի եթերում, որ օրինակ Ռուսաստանում պատրաստում են բողոքի ակցիա կազմակերպել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, եթե չեմ սխալվում ունեցել ենք նաեւ մի քանի օր առաջ Գերմանիայում, իսկ ինչ որ լուրեր կան, որևէ բան հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում նախատեսում է ինչ որ բան անել, թե արդեն արել է, մենք ուղղակի տեղյակ չենք։ Ուրեմն իմ խոսալու հիմնական պատճառներից մեկն էլ հենց այդ էր։ Մենք իրականում գիտեմ, որ Լոս Անջելեսում շատ են համակիրները, բայց ինչ-ինչ պատճառներով անհասկանալի մենք այդքան շատով չենք ճանաչում իրար, ճիշտ է, մոտ մի 10 հոգի կա ու ավել, որ արդեն հավաքվել ենք, նախորդ անգամ էլ իրանց բռնվելու կապակցությամբ հավաքվել ենք, ինչ-որ ակցիա են կազմակերպել։ Հյուպատոսության արժե, հա, կարծում եմ։ Հյուպատոսության մոտ։ Խնդրեի, որ բոլորը կապի դուրս գային, ով ցանկություն ուներ, ով կարող էր։ Ես կոնտակտներ եմ թողել արդեն բանում, մեկնաբանություններում, Լիկա ջան։ Ահա։ Գիտեմ, որ մենք ավելի շատ ենք։ Մի քանի օր առաջ որոշ համակիրներով հավաքվել ենք, քննարկում ենք կարելի անել։ Ու ինձ թվում է, ինչ չի թվում, մենք միաձայն ենք, որ մենք ուրա մնացած ուր են։ Ես կարծում եմ, որ բավական է անել 1-2 ակցիա, Դավիթ ջան, որպեսզի ձեր մասին ավելի արագ ու շուտ իմանան։ Եթե դուք որևէ գործողություն անեք, թեկուզ փոքրիկ, թեկուզ 4 հոգով, թեկուզ 5 հոգով, տարածեք լուսանկարներ, տարածեք ռիլեր, տենց ձեր մասին, մարդիկ իրար գոյության մասին ավելի շուտ ու արագ կիմանան։ Ահա։ Ինձ այդպես է թվում։ Համաձայն եմ։ Ես էլ կհետևեմ, ինչ ձևով ես կարող եմ հետևել ձեր Մենք էլ կգանք կօգնենք ձեզ։ Սուրենը խոստանում է գալ օգնել, իսկ ես խոստանում եմ նստել ու նայել, թե դուք ինչ եք անում։ Ուղղակի չգիտեմ որտեղ հետևեմ, Facebook-ում հետևեմ ձեզ։ Անկեղծ դեռ չենք սկսել ոչ մի բան, դեռ քննարկումների փուլում ենք, բայց ոնց որ համել շտաբողականության հարց կա, ուզում ենք մի քիչ արագացնենք ու միաժամանակ համել օգնության կարիք ունենք մյուսների։ Բոլոր հավաքվածները միաձայն են, պատրաստական են, ամեն ձև ուզում են օգնած լինեն, բայց ոնց որ ավելի հնչեղ լինելու համար ավելի Դավիթ ջան, ես հասկանում եմ, որ հայավարի մենք սիրում ենք շատով, միանգամից, բոլորով, տենց թոթոլ, բայց ես հիշում եմ, թե ինչպես են Ռուսաստանում շատերը կազմակերպում միանձնյա պիկետներ։ Մենակ մի մարդը կանգնած, իր պաստառը ձեռքին, ու դա ոչ պակաս հնչեղ է դառնում, քան եթե ասենք բազմահազարանոց ցույց լիներ։ Ես կարծում եմ, որ դուք անգամ կարող եք ֆլեշմոբ անել, մեկ մարդ կանգնած լինի ինչ-որ հստակ վայրում ու պարբերաբար տարբեր անձինք կանգնեն նույն կետում, տարբեր պաստառներով, իսկ հետո դա դառնա արդեն ֆոտոների շարք կամ ֆլեշմոբի վերածվի ու փոխանցվի էստաֆետի պես։ Միգուցե այդ տարբերակն էլ կարող է աշխատել։ Ամեն դեպքում, եթե սպասեք, որ լինեք շատ, չեք լինի։ Ցանկալի է, շատ ցանկալի է։ Դե իհարկե, անշուշտ, բազմահազարանոց աջակցությունը ցանկալի է։ Իհարկե։ Հա, եթե ստացվի ինձ որ ոչ ոք չհավաքվի, ոնց որ իտո մի բան ձեռնարկել։ Ես վստահ եմ, որ դուք այսպես թե այնպես մի բան կանեք։ Ահա։ Որովհետև ձեր տրամադրությունից զգացի։ Համել ծանոթանանք, որտեվ արդեն ծանոթացել ենք տղաների նախորդ կալանավորվելու կապակցությամբ հավաքվեցինք ու մինչև օրս արդեն ընկերություն ենք անում, պարբերաբար հավաքվում ենք տարբեր առիթներով։
Հրաշալի է։ Ուզենք ոնց որ ավելի շատ լինենք։ Այսինքն տղաների կալանավորումը մի դրական կողմ ունեցավ, որ դուք հանդիպեցիք, ծանոթացաք։ Դրական կողմա, որ կալանավորումը տեղի ունեցել։ Միակ դրական կողմը։ Չէ, բայց իրականում կարևոր է, որտեվ նույն քաղաքում եք, ենթադրում եմ բոլորդ Լոս Անջելեսում եք կամ, չգիտեմ, փոքր մնացած քաղաքներում եք, եւ այդ շատ կարևոր է, որովհետեւ դուք եք սկսում իրար ճանաչել, սկսում եք իրար հետ շփվել, այդ շատ կարևոր հանգամանք է։ Էլի բայց խոստացել ես, որ պետք է գնաս Լոս Անջելես աջակցես։ Գնամ, եթե ինչ-որ բանով կարամ հաջորդ այցդ երբ է։ Եթե կարողանամ օգտակար լինեմ, ես սովորաբար Վաշինգտոն եմ գնում գնալուց, բայց չէ, եթե օգնելու բանկը Փազան գործի համար պետքա գնալ Լոս Անջելես։ Գնանք։ Շնորհակալություն աջակցության համար Դավիթ ջան, մերսի որ զանգեցիք ու մերսի որ փորձում եք ինչ-որ բան նախաձեռնեք, մի վհատվեք, անգամ եթե շատ չլինեք, այնուամենայնիվ անգամ մեկ մարդու աջակցությունը շատ կարևոր է։ Մենք ստեղից երբ նայում ենք, տեսնում ենք թեկուզ մի քանի հոգի, միևնույնն է, շատ կարևոր է Հայաստանում զգալ, որ Սփյուռքը տեղյակ է, Սփյուռքը անտարբեր չի, Սփյուռքը ինչ-որ բան անում, դրա համար եմ ասում անգամ եթե մենակ եք, մեզ համար դա կարևոր է։ Հետո նաև ընդունող երկրում է, չէ՞ կարևոր, այսինքն ընդունող երկիրն էլ տեսնում է, որ իր երկրում իր քաղաքացիները, ծագումով հայերը, խնդիրներ ունեն, հարցեր են բարձրացնում, պահանջում են իրենց երկրի ղեկավարությունից ինչ-որ գործողություններ անել կամ պահանջում են իրենց երկրի ղեկավարությունից ինչ-որ գնահատականներ տալ, այսինքն սա մի քանի ուղղությամբ շատ կարևոր է։ Հայկ Հարությունյանը գրում է. Բարև ձեզ Լոս Անջելեսից։ Դուք Հայկին ճանաչում եք, Դավիթ։ Հենց հիմա կոմենտներում գրել է։ Ես ճանաչում, ես բայց Հայկի համար կոնտակտներ եմ թողել։ Հրաշալի է։ Հայկ ջան, խնդրում եմ հանդիպեք Դավիթի հետ, խելք-խելքի տվեք, մի լավ բան մտածեք։ Որը միանշանակ համոզված եմ կստացվի։ Այո, ես առավել քան համոզված եմ։ Ընկերություն անել։ Ես դες արդեն կանխավ շնորհակալ եմ այդ գործողությունների համար, անհամբեր սպասելու եմ ձեր կազմակերպած ակցիաներին ու ուզում եմ դրանք շարունակական լինեն։ Իսկ մենք շնորհակալ ենք, որ փոխարինում եք տղաներին։ Մերսի։ Ուզում ենք, որ ցանկանում ենք, որ իրանք վերադառնան իրանց։ Մենք էլ գանք հյուր, մենք էլ գանք հյուր արդեն։ Ու դուք էլ արդեն Մենք հյուր լինենք։ Այո, ես կիսում եմ ձեր մտածումը, շատ շնորհակալ ենք Դավիթ ջան, փոխանցում եմ հեռախոսը արդեն մեր կազմակերպչական թիմին։